Տիկին Մուրադյան, ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը, մասնավորապես Կոտայքի մարզում եւ մասնավորապես Նորհաճն խոշորացված համայնքում, որպես այնտեղի ներկայացուցիչ։ Նախ ասեմ, որ քարոզարշավի շրջանակներում արդեն իսկ հասցրել ենք շփվել քաղաքացիների հետ, այցելել։ Պետք է ուրախությամբ կիսվեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Կոտայքի բնակիչը, մասնավորապես Նորհաճնի խոշորացված համայնքի բնակիչը շատ իրավագիտակից է, գնահատում է մեր աշխատանքը եւ այլևս հաստատում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը հաստատված է։ Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ քաղաքացին այո տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի ինքնիշխանությանը, պետականությանը եւ հակառակ կողմի ներկայացուցիչները եռագլուխ կազմակերպություն ասեմ իրենց, ոչ թե կուսակցություն, իրանք որքան էլ որ տքնեն, ռեսուրս վատնեն, միևնույն է քաղաքացին գնահատում է մեր աշխատանքը եւ կանգնած է մեր կողքին։ Ի ուրախության մեզ մենք ամսի հունիսի 8-ին պետք է տոնենք մեր հաղթանակը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տոնի իր հաղթանակը։ Քաղաքացիների հետ հանդիպումների, շփումների ընթացքում որ կարևոր խնդիր պահանջներն է քաղաքացիների կողմից այսպես արձանագրվել, որոնք ձեր մոտ նույնպես արձանագրվել են եւ նկատի կունեն։ Համայնքին վերաբերող Ոչ միայն համայնքին, այլ առհասարակ քաղաքացին ինչ խնդիր պահանջ ունի քաղաքական թիմից, վարչապետից, կուսակցությունից։ Քաղաքացին առաջի պահանջը ներկայացնում է եռագլուխ կազմակերպության դեմ հստակ աշխատանքներ իրականացնելը, պաշտպանված լինել նրանցից եւ խնդրում է լինել անողոք նախկինների նկատմամբ։ Այդ ձեր նշած եռագլուխ քաղաքական կազմակերպությունը կամ ինչպես պարոն Փաշինյանն է ասում, եռագլուխ կուսակցությունը, որոնք ավելի շատ պրոռուսական ուղղվածություն ունեն, իշխանություններին մեղադրում են թույլ լինելու մեջ։ Ինչ գնահատական եւ ինչ կարծիք ունեք նրանց հնչեցրած քննադատությունների վերաբերյալ։ Քաղաքացին գիտակցում է, որ սա պարզապես ազգային ժողովի ընտրություններ չի, քաղաքացին գիտակցում է, որ սա աշխարհաքաղաքական ընտրություններ է եւ այստեղ գնում է պատերազմի եւ խաղաղության միջև խոսքը։ Հետևաբար մերժում է, գիտակցում է, որ այո տվյալ կազմակերպությունը, տվյալ կուսակցությունը պրոռուսական է եւ տեսել ենք պրոռուսական հետևանքները, աշխատանքների հետևանքները, հետևաբար քաղաքացին մերժում է իրենց եւ ի ուրախություն մեզ կրկնում եմ, որ տեր ենք կանգնում խաղաղությանը եւ ինքնիշխանությանը։ Իսկ ինչ խնդիրներ են արձանագրվում Նորհաճն խոշորացված համայնքում, որոնց կցանկանայիք անդրադառնալ։ Նորհաճն խոշորացված համայնքում ավելի շատ պետքա ակտիվություն ցուցաբերել, որը հնարավորինս փորձում ենք անել մեր թիմով, քաղաքական թիմով։ Քաղաքացիների մոտ, քանի որ մենք այնտեղ ընդդիմություն ենք, այսպես ասեմ, մի քիչ այո խնդիր կա քաղաքային իշխանությունների հետ կապված, թեպետ մենք համագործակցում ենք, ես նաև ավագանու անդամ եմ, համագործակցում ենք քաղաքային իշխանությունների հետ, բայց միևնույն է աշխատանքները մեծ են, կան անելիքներ, քաղաքացիները այս մեր վերջի քարոզարշավի ժամանակ Նորհաճնը մասնավորապես ուզում է զվարճանքի կենտրոններ, խաղահրապարակներ, ուրախությամբ հայտնում են, այսինքն այնքան խաղաղ են սահմաններից, այնքան հանգիստ են սահմաններից, որ արդեն ուզում են ավելի ակտիվ, գեղեցիկ, հրաշալի, չգիտեմ, ուրախ, կենսուրախ, կենցաղային կյանքով ապրել։